Տահակուստով հանուն քաղաքի մաքրության, ովքեր են սիրում իրենց մասնագիտությունը կամ ինչպես դառնալ լավ էներգետիկ, պատմում է մեր տեսանյութի հերոսը։ Ներկայացված թեմաների մանրամասները դիտեք տեսանյութում։ Ալավերդու քաղաքապետարանի բաժիններում անցնող տարին են ամփոփում։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստը վստահեցնում է, որ ընթացիկ տարվա բյուջեի թե վարչական եւ թե ֆոնդային մասում խնդիրներ չկան։ Բյուջեով նախատեսված ծախսերն ու եկամուտները կատարվել են ըստ ժամանակացույցի։ Խնդիրներ չկան նաեւ աշխատավարձերի վճարման առումով։ Շատ լավ է, մենք վարչական բյուջեի մասով մենք խնդիր չենք ունենա, այսօր շուրջ 4 միլիոն հարկ ունենք։ Աշխատում ենք մի քիչ ավելի շուտ վերջացնենք ֆինանսավորման խնդիրները, վճարում ենք հատկապես ծառայությունների գծով նաև դեկտեմբեր ամիսը, որովհետեւ չընկնի վերջը, աշխատավարձի կամ ասենք ենթակա կառույցների ֆինանսավորման գծով այսօր էլ մենք դեռ հաշվի առնելով սպասելիք վերջի ամսվա դոտացիան, այսօր էլ մենք կարող ենք ֆինանսավորումը 100% ապահովել։ Եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնում փորձում են ապահովել բյուջեի եկամուտները, տարվա համար նախատեսված գումարը 63 միլիոն դրամ է, հարկատեսակներից դժվար է հավաքագրվում միայն հողի հարկը։ Բաժնի պետի խոսքով մինչեւ տարվա վերջ համայնքի սեփական եկամուտը հավաքագրվելու է 100%-ով։ Փոխադրամիջոցից մեզ մնացել է հավաքագրելու 1.851.000 դրամ, այսինքն 14 միլիոն պլանից հավաքագրել ենք 12 միլիոն 148.000 դրամ։ Գույքահարկից ընդհանուր մեր պլանը կազմել է 23 միլիոն 350.000 դրամ, հավաքագրել ենք 22 միլիոն 989.420 դրամ, 93.5%։ Հողի հարկից 6 միլիոն 850.000 դրամ պլանա, հավաքագրել ենք 4 միլիոն 959.000 դրամ։ Հարկատուներից հարկ հավաքագրել է դեպի անսվավերջ դժվարանալու է շատ։ Դրա համար հիմնական ձեր աշխատանքները պլանավորեք նենց, որ այդ ժամկետում մենք մեր սպասելիքները հավաքագրած լինենք։ Հասկանալի պատճառներով մարդիկ պատրաստվում են նոր տարվա իրենց առաջնահերթ են համարելու իրենց ծախսերը ամանորի։ Համար աշխատանքի գրաֆիկի ձևով իսկ ամենամեծ ուշադրությունը էլի հողի հարկին։ Խորհրդակցության հաջորդ թեման շինարարական աղբի խնդիրն էր։ Քաղաքապետարանի եւ բնակչագործման տեղամասերի հետևողական աշխատանքը տվել է իր դրական արդյունքը։ Մի քանի օրվա ընթացքում քաղաքի տարբեր թաղամասերից հեռացվել է շուրջ 17 շենքի բակում կուտակված շինարարական աղբը։ Մեկ էլ նայել են ռիվ թաղամասերը, վթարների ջրի վթակասարը արդեն 3 հատ վթակա, Ալավերդու բարեկարգում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատագիծները այսուհետ արտահայտust են կրելու։ Քաղաքի փողոցների մաքրությունը ապահովող մարդկանց համար այն շատ անհրաժեշտ էր, ասում է քաղաքապետը, ով հանձնարարեց նախատոնական օրերին առավել հետևողական լինել քաղաքի մաքրության գործում։ Կապիտալ ծրագրերի երկրորդ փուլի համար նախատեսված աշխատանքների մի մասը արդեն սկսված է։ Քաղաքի մի քանի թաղամասերում սկսված են ասֆալտապատման աշխատանքները։ Ընթացքի մեջ է նաև տանիքների վերանորոգումը։ Խորհրդակցության ևս մեկ անգամ անդրադարձ եղավ իրականացվող ծրագրերին, բնակիչների ֆինանսական մասնակցությանը։ Տարիներ շարունակ կուտակված սպասարկման վճարները գանձելուց առավել կարևոր է բնակչագործման տեղամաս պայմանագրերի կնքումը, կարծում է քաղաքապետը։ Բոլոր շենքերի բնակիչները լավ գիտեն, ինչ մրցակցություն է տանիքների վերանորոգման այդ ոլորտում։ Մենք շատ շենքեր ունենք հերթում, որ ոչ պակաս վերանորոգման կարիք են զգում։ Դրա համար առավել եւս որ շտապելու բան էլ չունենք, գարուն անգնում երկու շենքի վերանորոգումը, այդ ընթացքում եթե իրանք էլ ցանկություն չդրսևորեն մասնակցելու, շատ հավանական է, որ կտեղափոխի որևէ այլ շենք։ 2011 թվականի ավագանու վերջին նիստը դեկտեմբերի 26-ին է, նիստի օրակարգի հարցերը արդեն պատրաստ են, դրանք հաստատելու է ավագանին։ Ամանորյա միջոցառումներին քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներում արդեն պատրաստ են, ասում է քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Սիլվա Դավթյանը։ Համաքաղաքային միջոցառում դեկտեմբերի 29-ին է։
Ալավերդու քաղաքապետարանի հիմնական միջոցների օտարման հանձնաժողովը հերթական նիստ է գումարել։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ավականու անդամներ, քաղաքապետարանի մասնագետներ։ Աճուրդի է ներկայացվել քաղաքի տարբեր հատվածների 8 հողամաս։ Շմաջան փողոցի շատ տարածքը 68.9 քառակուսի մետր մակերեսով, վաճառքի գին եմ հայտարարում 64267 դրամ։ Շնորհավորում ենք հաղթողին։ Աճուրդ վաճառքի ընդհանուր գումարը 409,000 դրամ է, որը մուտքագրվելու է համայնքի բյուջեի ֆոնդային մաս։ Աճուրդին մասնակցող բոլոր քաղաքացիների մասնակցության վճարը, որը յուրաքանչյուրի համար կազմում է 10,000 դրամ, մուտքագրվում է համայնքի բյուջեի վարչական մաս։ Մոտորապես 230,000 դրամ էլ որպես մասնակցության վճար մուտք է լինում համայնքի վարչական բյուջե։ Հողի կամ գույքի վաճառքի գործընթացը տևում է մի քանի շաբաթ, սակայն Աճուրդից 1 օր առաջ հանձնաժողովը այլևս փաստաթղթեր չի ընդունում։ Սանա Սարոսյանը Աճուրդին ձեռք բերեց հողամաս։ Կապիտալ կառուցենք ուզում կառուցենք։ Մինչ քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը Աճուրդով տարածքներ է օտարում, քաղաքապետարանի աշխատակազմի կրտսեր պաշտոնի 9 մասնագետներ անցնում են հերթական ատեստավորումը։ Համայնքային ծառայության մասին օրենքի համաձայն 3 տարին մեկ անգամ նրանք պարտավոր են ատեստավորվել։ Այս անգամ ատեստավորում են անցնում աշխատակազմի առաջատար, առաջին եւ երկրորդ կարգի մասնագետները։ Ատեստավորումը անցեկացվում թեստերի եւ բանավոր հարցերի միջոցով։ Գրավոր հարցաշարում ներառված են հարցեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, համայնքային ծառայության եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքից։ Առաջի փուլում գրավոր թեստավորման հաջող ելքի դեպքում, ովքեր որ անցնում են համապատասխան հաղթահարում են առնվազն 85% հարցերի, 20 հարցերից 85%-ը պատասխանում են ճիշտ, հանձնաժողովը կայացնում է որոշում, երկրորդ փուլին մասնակցում են նրանք, ովքեր առաջի փուլը հաջողությամբ են անցկացել։ Հանձնաժողովը հիմա ավարտից հետո, եթե որոշում կայացնի, որ բանավոր փուլն էլ է այսօր անցկացվում, կանցկացվի անհատական արդեն յուրաքանչյուր համայնքային ծառայողին տրվում է 5-ական հարցեր, որոնց պատասխանների արդյունքում հանձնաժողովը կայացնում է որոշում։ Ատեստավորումն անցկացնող հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանից, Ալավերդու քաղաքապետը, ավականու անդամներ։ Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Անուշ Շևոյանն ասում է, որ համայնքային ծառայողները ամենայն պատասխանատվությամբ են պատրաստվել հերթական ատեստավորմանը։ Հարցաշարերը տվյալ դեպքում 170 հարց է ներառում այս խմբի համար, առնվազն 1 ամիս առաջ տրվում է համայնքային ծառայողներին, որոնք որ ճիշտ պատասխաններով տրվում է, բայց թեստավորման ընթացքում նաև գիտեք սխալ պատասխաններ էլ կան հետը եւ նա պետք է ճիշտ պատասխանը ընտրի։ Արդյունքում այնպես որ եւ ժամանակն է բավարար եւ իրենց աշխատանքային հմտությունները։ Ատեստավորման արդյունքում հանձնաժողովը պետք է որոշի տվյալ համայնքային ծառայողը համապատասխանում կամ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ Ատեստավորումը չանցնելու դեպքում համայնքային ծառայողը 1 ժամվա ընթացքում կարող է բողոքարկել հանձնաժողովի որոշումը։ Ալավերդու քաղաքապետարանում նման դեպքեր դեռևս չեն արձանագրվել։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետի ու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի հետ այցելեց Ալավերդի ծանոթանալու աղբավայրի շինարարության ընթացքին ու որակին։ Վադան տանող ճանապարհի այս զորակում մինչև 2012 թվականի դեկտեմբեր կառուցված կլինի տարածաշրջանի միակ լիցենզավորված աղբակուտակիչը։ Այնինչ ես խոստացել եմ, որ 2012 թվականի վերջին Ալավերդին վերջապես կունենա աղբավայր, բնականաբար կունենա։ Ուղղակի կարող եմ ասել շահագործում է ավարտական ակտը կստորագրվի դեկտեմբերին, բայց մի քանի ամիս հետո աղբավայրը կարող են օգտագործել։ Ալավերդու կոշտ կենցաղային աղբավայրի կառուցման դրական եզրակացությունը Ալավերդու քաղաքապետարանը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից ստացել է մինչ շինարարության մեկնարկը։ Դեռևս 6 տարի առաջ ներկայիս մարզպետը ձեռնամուխ եղավ աղբավայրի կառուցման գործին։ Հետևողական աշխատանքից հետո վերջապես Ալավերդին կունենա աղբավայր, ինչը ենթադրում է, որ տարածաշրջանում կլուծվի բնապահպանական լուրջ խնդիր։ Լոռու մարզպետն ասում է, որ աղբավայրի շինարարությանը զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև աղբի վերամշակման ուղղությամբ։ Կան կազմակերպություններ, միջազգային կառույցներ, որոնք հետաքրքրված են։ Տեսնենք, եթե աղբավայրի կառուցելուց հետո մենք կունենանք այնքան աղբի քանակ, որը կհետաքրքրի միջազգային այդ կառույցներին,
չի բացառում, որ Ալավերդին առանձին պայմանագիր կկնքի, իսկ եթե քանակը քիչ կլինի, պետք է մտածենք մարզային ընդհանուր ծրագրի մասին։ Այսօրվա վիճակով ոչ թե Վանաձորում է ստեղծվել պլաստիկը, առաջի քայլերը արվել են Ալավերդում, որը իրեն արդարացրեց։ Հիմա արդեն Վանաձորում, ուղղակի Վանաձորի բնակչության թիվը 100,000-ից ավել է եւ գիտեք, արդեն Արջուտ այդ համայնքի տարածքում է գտնվում Վանաձորի աղբավայրը եւ այնտեղ աշխատանքներ զուգահեռ տարում են։ Կան ընկերություններ, որոնք հետաքրքրված են, այսօր արդեն Վանաձորով հետաքրքրված են, տեսնենք ընթացքը ոնց կլինի, միգուցե կդառնա կամ մարզային կամ Ալավերդին կունենա իր առանձին գործընկերը։ Աղբավայրի շինարարական աշխատանքները իրականացնում է Տիտանյան եղբայրներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Աղբավայրի տարածքում շինարարական աշխատանքներն ընթանում են մեծ թափով։ Կառուցվել են ճանապարհները, հենապատերը, հողային աշխատանքներն արդեն ավարտված են։ Ցանկապատվել է Աղբավայրի ամբողջ տարածքը։ Նախատեսված է 3 հատ աղբատանման հարթակներ, որոնք արդեն պատրաստ են, նախատեսված է 2 ծորակների համար հենապատերն էլ մեկը ավարտած է, մեկը ավարտին մոտենում է, մի 10 օրից կավարտենք։ Հիմնականում ցանկապատման աշխատանքներն ավարտված, ջրահեռացման ընդհանուր կանալը ավարտված է, դրենաժների 2 դրենաժներից մեկը ավարտած է, մեկը ընթացքի մեջ։ Բետոնապատման աշխատանքներին զուգահեռ Ձորակում նաև ջրահեռացման աշխատանքներ են կատարվում։ Հանրապետությունում երկրորդ լիցենզավորված աղբավայրը կառուցվում է աղբավայրերի կառուցման նոր եղանակով։ Նոր տեխնոլոգիաներով կառուցվող աղբավայրերի փորձը Եվրոպայում ուսումնասիրել է նաև մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Քանի որ աղբավայրի նախագիծը դեռ իմորոք է հաստատվել, պետք է ասեմ, որ մենք նախագծից չենք շեղվել եւ այսօր շինարար աշխատանքները կատարում է ըստ նախագծի, չնայած նրան, որ դեռ ահռելի աշխատանք կա կատարելու եւ ինձ թվում է ժամանակի մեջ անպայման շինարարը կտեղավորվի եւ մենք առիթ կունենանք վերջնական ավարտական աղբավայրի տեսքը տեսնելու։ Պետք է ասեմ, որ եվրոպական աղբավայրերի իհարկե ստանդարտներին մի փոքր մերը տարբերվում է իր տեղանքով, որովհետև մեր մոտ աշխատանքները ավելի դժվար են կատարվում, որովհետև մեր աշխարհագրական դիրքը ռելիեֆը տարբեր է եվրոպականից։ Մասնագետների հաշվարկով աղբավայրը կծառայի շուրջ 70 տարի, սակայն աղբի մշակման դեպքում աղբակուտագիչ կլցվի կենցաղային աղբի միայն 30%-ը, մնացած 70%-ը հնարավոր է մշակել եւ ստանալ երկրորդական արտադրանք։ Ալավերդու կոշտ կենցաղային աղբավայրի շինարարության համար անհրաժեշտ է 150 միլիոն դրամ։ Շինարարության համար 65 միլիոն դրամը հատկացվել է պետական բյուջեից։ Պետական բյուջեից տրամադրվել է ընդամենը 65 միլիոն դրամ, իսկ մնացած գումարները կտրամադրվեն համայնքի բյուջեից։ Այս տարի մոտ 35 միլիոն դրամ եւ 2012 թվականի բնապահպանական գումարների բնապահպանական մասը ամբողջությամբ գրեթե։ Թեպետ ծրագրով նախատեսվում է, որ աղբավայրը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա դեկտեմբեր ամսին, այնուամենայնիվ շինարարը խոստանում է աշխատանքներն ավարտել հուլիս ամսին, առանց որակի աստիճանի նվազեցման։ Թուրքմենական թաղամասի 2 կոտորակվեց շենքի բնակիչները իրենց սեփական միջոցների հաշվին բետոնապատել են եւ իզոգամի ծածկույթով են փորձել պաշտպանել տանիքը, սակայն անօգուտ։ Այս տանիքի խնդրի լուծումը ըստ բնակիչների մեկն է՝ նոր տանիքի կառուցումը։ Շինարարներն արդեն սկսել են աշխատանքը, փայտյա նոր կոնստրուկցիաներ են կառուցվում, աշխատանքը շատ է, ասում են նրանք։ 10 օր որ սկսել ենք աշխատանքները, ինչ ասել, բարի խղճորեն կատարում ենք որակով նորմալ բնակիչներից հետ գոհենք։ Տանիքը վատ վիճակում էր, որ սարքում ենք էլի, անձրևներից սաղ բնակիչները բողոքում էին։ Խոստանում ենք, որ մինչև տարվա վերջ ավարտենք, եթե եղանակները իհարկե բարենպաստ։ Այս շենքի տանիքի շինարարությունը իրականացնում է Վանաձորի Արշին շինարարական կազմակերպությունը, հատկացվել է շուրջ 13 միլիոն դրամ։ Այս եւ մյուս շենքերի տանիքների վերանորոգման համար ֆինանսական միջոցները հատկացվել են պետական բյուջեից մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակում։ Նպատակային խոշոր հատկացումները մարզերում բազմաթիվ խնդիրներ են լուծում։ Կապիտալ ծրագրերի երկրորդ փուլի համար Ալավերդին արդեն ստացել է 145 միլիոն դրամ։ Կապիտալ ծրագրերի առաջին փուլով քաղաքում լուծվեց 9 բազմաբնակարանային
բնակարան շենքի տանիքի խնդիր, եւս 7 շենքի խնդիր կլուծվի երկրորդ փուլի ընթացքում։ Սերյան Թորոսյանը ուշադիր հետևում է քաղաքի ու երկրի զարգացմանը, ասում է, որ թեկուզ Ալավերդու օրինակով է տեսնում երկրի առաջընթացը։ Անկախության տարիներից ի վեր չի հիշում ներդրումների նման ծավալ, համոզված է, որ նախագահի եւ կառավարության մարզերի նկատմամբ որդեգրած այս նոր մոտեցումը կտա իր դրական արդյունքը եւ մի քանի տարի հետո Ալավերդում կլուծվի ոչ միայն բնակֆոնդի, այլև քաղաքային միջավայրի բարեկարգման խնդիրները։ Դժվար է սկսել են, ուրեմն կվերջացնեն։ Ինչ որ մնում է ժամանակների ընթացքում, որ տների տանիքները վերանորոգ են, ասենց մասսայական չի եղել, իսկ հիմա երևի միջոցները կա, մարդիկ մտածել են այդ մասին, այսինքն կառավարության մասշտաբով, դա շատ լավ է, իհարկե, եթե սկսել են կվերջացնեն։ Իրականացվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու եւ շենքի բնակիչների հետ հանդիպելու են եկել Ալավերդու քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Բնակիչները իրենց գոհունակությունը հայտնեցին տանիքի վերանորոգման համար։ Սանահին կայարանի 2 արշենքի տանիքի վերանորոգումը նույնպես ընթացքի մեջ է։ Շենքի բնակիչները ողջևորված են բնակչահագործման տեղամասին վճարել են ոչ միայն իրենց տարիներ շարունակ կուտակված պարտքերը, այլև կանխավճար ունեն տեղամասին։ Շատ ուրախ եմ, շատ գոհ եմ մեր քաղաքապետից էլ, մարզպետից էլ, որ այս գցեցին ծրագրի մեջ, Փրկվեցինք, թե քանի տարի կդիմանա, համենայն դեպս շատ գոհ ենք, պատրաստ ենք 10 տարվա էլ տանք, մենակ թե վերանորոգեն մի տարին, ինչա, դաժե շատ զարմացանք։ Ալավերդի քաղաքում 183 բազմաբնակարան շենք կա, դրանցից շատերը կառուցվել են շուրջ 50 տարի առաջ ու երբևէ չեն վերանորոգվել։ Սանահին կայարանում կապիտալ ծրագրերի երկրորդ փուլով նախատեսվում է վերանորոգել 2 շենքի տանիք։ Առաջինում շինարարությունը կավարտվի մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ երկրորդի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Ինշիֆերների մեծամասնությունը, եթե վերցնեմ 70%-ը չկա, ջարդված է։ Հանը մենք հանելու ժամանակ է դաժե պայթում է, էլի արդեն ընկնում է ներքև։ Իսկ հիմնականը մեծամասնությունը մենք նենց ենք անում, որ ժամանակին օգտագործի, ինչ որ մի ուրիշ տեղ օգտագործի, էլի։ Վերանորոգման ծրագրում ընդգրկված մյուս շենքերի տանիքների շինարարությունը եւ ընդհանրապես մյուս կապիտալ ծրագրերը կշարունակվեն հաջորդ տարի։ 1992 թվականի դժվարին տարիներին Յուրի Գևոյանը աշխատանքի անցավ էլեկտրական ցանցեր ընկերության դեպետ մասնաճյուղում որպես էլեկտրիկ։ Իր տղան, որին նա փոխարինեց աշխատանքում, մեկնում էր արտերկիր կրթություն ստանալու։ Յուրի Գևոյանը ծնվել է Ծաղկաշատ գյուղում, 7-ամյա կրթություն ստանալուց հետո ցանկանում էր կրթությունը շարունակել մայրաքաղաքում, սակայն սոցիալական ծանր պայմանների պատճառով չկարողացավ շարունակել եւ 16 տարեկանից աշխատանքի անցավ։ 1961 թվականին մեկնեց զինվորական ծառայության։ 1967 թվականին հայրենի գյուղից տեղափոխվեց Ալավերդի ու աշխատանքի անցավ մետալուրգիական կոմբինատում։ Աշխատել եմ մինչև 91 թիվը։ 91 թվականին որ սկսեցին զավոդի մա խոսալ, որ չի կարելի աշխատացնել, պետք է դու ծարվի։ Աշխատանքից ազատվեցի իմ կամքով։ Գյուղշինում աշխատեցի մի տարի։ Յուրի Գևոյանը մինչև հիմա էլ հիշում է աշխատանքի դժվարությունները։ Գրեթե ամեն օր էլեկտրալարերի գողություններ էին գրանցվում, իսկ ընկերությունը միջոցներ չուներ ոչ վերանորոգումների եւ ոչ էլ աշխատողներին իրենց աշխատանքի դիմաց վճարելու։ Ոչ մի տեից օգնություն չստաներ հիմնական, ոչ մի բան բացարձակ, ոչ մատերիալ կար, ոչ մի բան չկար։ Այնա հնով, ինչպես ասում են, յոլ էին գնում էլի։ Սակայն նյութական բազմաթիվ խնդիրները չէին խանգարել, որ էներգետիկների այս կոլեկտիվում իսկական ընկերություն ձևավորվի, որը պահպանվում է մինչև այսօր։ Շնորհավոր եմ Գալիք էներգետիկա օրվա կապակցությամբ իմ լավ կոլեկտիվն է, իմ լավ ընկերներին։ Շնորհավորում եմ։ Անցել են դժվարին ու ծանր տարիները, վերջին տարիներին վերանորոգվեցին եւ նոր սարքավորումներով հագեցվեցին Թումանյան մասնաճյուղի բոլոր ենթակայանները, աշխատանքը դարձավ ավելի դյուրին։ Անձև կերսեչը հնարավոր չէ ենթակայան մտնելը, սաղ կաթում էր, բայց տանիքները չի վերանորոգվեց, շատ մեծ աշխատանք, մեծ ծավալի աշխատանք կատարվեց։ Յուրի Գևոյանը թոշակառու է, արդեն մի քանի ամիս է առավոտյան աշխատանքի գնալու փոխարեն իր այգին է գնում։ Նրա կարծիքով յուրաքանչյուր թոշակառու պարտավոր է իր տեղը զիջել ավելի երիտասարդ մասնագետին։ Իրեն արժանի փոխարինող նախկին էներգետիկը արդեն գտել է։ Դաժե մեզանից շատ լավ կաշխատեն, չէ որ նա երիտասարդ են,
լավ մասնագետներ են։ Իրոք հիմա իմ տեղ աշխատող կա, որ հիանում եմ ուղղակի, մի հոյակապ երիտասարդ է, շատ լավ աշխատող։ Իսկ կոլեկտիվի մասին նորից կասեմ, դրանմա կոլեկտիվ չի կարելի ոչ մի անգամ։ Ոնց որ մեկը բոլորի համար բոլորը մեկի։ Ձևի նշանաբանով աշխատում են։ Նախկին էներգետիկի լավագույն տարիները կապված են էլեկտրական ցանցերի ընկերության հետ։ Ընդհանրապես Յուրիկ Եվոյանը լավատես մարդ է ու կարծում է, որ առաջիկա տարիները մեր երկրի ու քաղաքի համար լինելու են զարգացման տարիներ։ Նա հավատում է, որ հանրապետության նախագահի ասել է, թե հանրապետական կուսակցության քաղաքականությունը միտված է այս երկրի քաղաքացիների կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելուն։ Իհարկե չափազանց շատ է փոխվել։ Եվ որ հիշում եմ, որ դաժե մի կտոր հասի համար վազում ենք, որ մի տեղի ճարենք, որ երեխեք սոված չմնան։ Հիմա ինչ կա, փառք Աստծո։ Եվ հանրապետությունն լավացել, եւ ամեն ինչն լավացել։ Ամեն ինչը լավացել է, կտրուկ։ Մարդը պետք է միշտ լավ մտածի։ Այ մենք մեզ վրա վերնանք ոնց նոր տարին դիմավորում ենք, ընդ ձևի նոր տարին անցագնում։ Եթե ուրախ ենք անում, ուրախել անց ենք ասում։ Եվ պետք է տենց լինենք, լավատես լինենք միշտ, իհարկե։ Ընդհանրապես էներգետիկի օրը լավ առիթ է, որպեսզի տարվա մեջ գոնե մեկ անգամ հիշենք, թե որքան կարևոր ու բարդ աշխատանք են կատարում այս ոլորտի մասնագետները։ Էվոյանների ընտանիքում մասնագիտական օրը նշում են մեծ շուքով։ Յուրիկ Էվոյանի որդին նախկին էներգետիկ Արսենը հատուկ Ռուսաստանի Դաշնությունից եկել է ամանորը ու նաև հոր մասնագիտական տոնը նշելու նպատակով։ Ուզում ենք ուրախացնեմ ծնողներին, արդեն մեծացել են, եկանք նոր տարուց հետո էլի կգնանք։ Էներգետիկները իրենց բարդ ու միաժամանակ վտանգավոր աշխատանքը այդքան էլ ծանր չեն համարում, բայց իրականում նրանք պարզապես համեստորեն լռում են իրենց աշխատանքի դժվարությունների ու վտանգների մասին։